Արդեն ակման քանի անգամ անցկացնում է ամոքիչ բժշկության դասընթացները Հայաստանում Prime-ի համագործակցության շնորհիվ եւ այս անգամ մենք ունենք մասնագետներ Prime-ից, դոկտոր Անտոնի Սմիթներ, դոկտոր Իֆան Մանկաբուժը, բալիատիվ բժշկության մեջ Իֆան Լյանգը եւ մեր շատ սիրելի բուժքույր Ջերելեսին, որ մի քանի անգամ արդեն Հայաստանում նույնպես եղել է։ Բավականին հետաքրքիր էր ու կնդիրների համար այս թեմաները, քանի որ այն վերաբերվում էր ամբողջական անձի խնամքի, ինչպես գործ ունենալ բարկացած հիվանդների հետ, որոնք ծանր վիճակում են, ինչպես կարողանալ վատ լուրը հայտնել եւ ինչպես կարողանալ ցուցաբերել կարեկից սեր եւ քնքշություն մեր հիվանդներին, որոնք դրա կարիք ունեն։ Եվ այս հնարավորությունը մեզ տրվեց իրենց կողմից, որոնք բավականին փորձառու էին եւ եկել էին այնպիսի երկրից, որտեղ ունեն մեծ փորձառություն հոսպիսների հիվանդների հետ, ցերեկային խնամքում գտնվող հիվանդների եւ տանը հիվանդանոցում գտնվող այսպիսի հիվանդների հետ։ Շնորհակալություն այս համագործակցության համար եւ մենք մտածում ենք, որ կշարունակենք սա եւ օգտակար կլինի։ Ուզում եմ ասել, որ Prime կազմակերպության եւ ԱԿՄԱ կազմակերպության կողմից այս միջոցառումների շարքը, որ իրականացվեց Հայաստանում, մասնավորապես Արյունաբանական կենտրոնում, դա մի փոքրիկ մի ուղղություն էր, որը պետք է ներդրվի Հայաստանում։ Այսինքն ուզում եմ ասել, որ միգուցե այս աշխատանքի ձևը շատ կարևոր է, որպեսզի մարդկանց գիտակցությունների մեջ բուժքույրերը, բժիշկները, նաև կազմակերպիչները հասկանան, թե ինչ է նշանակում պալիատիվ խնամքը, ոնց կարելի է ծանր հիվանդներին վարել, ոնց կարելի է ինչպես կարելի է այդ ծանր հիվանդների ցավը թեթևացնել եւ տվյալ դեպքում Անգլիայից եկած բժիշկների դոկտոր Անտոնի թիմի հետ մեր շփումները ցույց են տալիս, որ մենք բավականին ունենք աշխատանք նախ սովորելու այս պալիատիվ խնամքի արդեն իսկ աշխարհում ներդրված կանոնները եւ երկրորդ նաեւ բացի սովորելուց մենք պետք է հասկանանք, որ մարդկային հարաբերությունների մեջ նաև որոշակի բան ունենք սովորելու, որովհետև եթե մարդկային հարաբերությունները մենք չհասկանանք կամ ճիշտ չզարգացնենք եւ դա ամեն ինչը չիրականացվի մարդու համար, մեր ստացած գիտելիքները կամ այն, որ մենք ուսուցանում ենք եւ այստեղ սովորում ենք, մենք դա չենք կարող իրականացնել։ Ես գտնում եմ, որ այս ծրագիրը միտված էր առաջին հերթին փոփոխություններ իրականացնելու մարդկանց ուղեղներում, որպեսզի եւ բուժքույրերը եւ բժիշկները հասկանանք, որ մեր հիվանդները, որոնք որ մենք բուժում ենք, առաջին հերթին դրանք ունեն հասկացված լինելու եւ խնամված լինելու կարիք։ Երկրորդ հերթին նոր այն դեղորայք կամ միջոցառումները, որ մենք իրականացնում ենք, արդեն կարող են իրենց օգտակար լինել։ Եվ նաեւ այս տեսակետից եւ որ մենք նայում ենք խնդրին, ապա պարզ է դառնում, որ մենք շատ անելիքներ ունենք ամբողջ առողջապահության բնագավառում Հայաստանի Հանրապետությունում, որովհետեւ միգուցե բժիշկը կարող է նշանակել դեղորայք, բժիշկը կարող է վիրահատել, բայց տարրական խնամքի բացակայության պայմաններում Երբ որ կա տարրական խնամքի բացակայություն, մենք կարող ենք կորցնել հիվանդներին, մենք կարող ենք վիրահատության արդյունքներում ունենալ բացասական միտումներ, մեր քիմիոթերապիան կարող է արդյունավետ չլինի։ Այս բոլոր խնդիրները բժիշկները Անգլիայից եկած ներկայացրեցին եւ բուժքույրերը մեզ նաեւ ինտերակտիվ եղանակով, թատրոնների ձևով, տարբեր տեսակի դիսկուսիաների ձևով եւ նաեւ անձնական օրինակի ձևով։ Այսինքն ես գտնում եմ, որ այս ուսուցման մեթոդը, որը նորություն էր Հայաստանի Հանրապետությունում, շատ կարևոր է, շատ գնահատելի է եւ որպես բժիշկ եւ որպես արյան փոխներարկման ինստիտուտի տնօրեն գտնում եմ, որ մեր կենտրոնի բժիշկների համար արյան հիվանդությունների բուժման, նրանց խնամքի համար շատ կարևոր մի մաս էր մեր այս զարգացման փուլում։ Ուզում եմ շնորհակալությունս հայտնեմ Prime կազմակերպությանը, մեր ԱԿՄԱ կազմակերպությանը, իրենց ղեկավարներին, այս թիմի բոլոր բժիշկներին, բուժքույրերին համբերատարորեն, նաև մեր պայմանները երբեմն չէին կարողանում հստակ տանք, նաև բժիշկներն էին որոշ ժամանակ, որովհետև հիվանդների հետ էին աշխատում, այսինքն համբերատարորեն կարողացան իրենց գիտելիքները տալ, մատուցել մեր բուժ աշխատողներին եւ մեր բժիշկներին։ Դրա համար
պետք է ասեմ, որ միգուցե այս ծրագիրը նաև կարծես աստվածային եւ Աստծո հովանավորության ներքո էր, դրա համար մենք կարողացանք իրականացնել, որովհետեւ եթե Աստծո ձեռքը կամ չհովանավորեր այս ծրագրին, շատ դժվար կլիներ այս ծրագիրը իրականացնել։ Դրա համար բոլորիդ Աստված պահապան եւ այս գործին հաջողությունը եւ հիմքերը դրվեց Հայաստանի Հանրապետությունում, այժմ մենք պարտավոր ենք եւ պետք է որ կարողանանք այն զարգացնել։ Բոլորիդ շնորհակալ եմ։ I'm Anthony Smith. I'm a retired palliative care consultant and specialist from United Kingdom. I work with Prime and we have been here with ACMA for another course of teaching. I've been in Yerevan for these courses of teaching over the past 4 years and have done about 6 or 7 visits to Armenia. It's been a great joy and privilege to be in Armenia and to work again with our friends in ACMA. And again, it has been good to be in the Hematology Centre where Dr. Sumbat has been so supportive over the last 3 years. My name is Jerry Lacey. I'm from Lincoln in England. This is my 4th visit to Yerevan. I'm very pleased to be here as a tutor from Prime. I am a nurse specialist in palliative care. I've come here to contribute to a teaching program. It has been a 3-year program, and this was the 6th and final teaching section of this course. It's great to be here. We've been warmly received on each occasion, and we've met very enthusiastic people who have a real hunger to learn about palliative care and how to look after people in a whole person-centred way to meet the needs of the patient and the family. My name is Ifan Liang. I'm a paediatrician in the northeast of England, and I have a special interest in paediatric palliative medicine. I'm very pleased to be in Armenia for the first time this year and have enjoyed teaching on this course with Prime.